սիրելի հետևորդներ, եթե այսօր քեզ հարցնեմ, քո կյանքի ամենամեծ թշնամին ով է, ինչ կպատասխանես։ Միգուցե ասես վատ մարդիկ, անարդար համակարգը, տնտեսական դժվարությունները կամ քեզ վնաս հասցրած անձը։ Բայց ինչ կլինի, եթե ամենամեծ պատերազմը, որ մղում ես, ընդհանրապես տեսանելի չէ։ Ինչ կլինի, եթե քո ամենամեծ թշնամին ոչ թե քո դիմաց կանգնած մարդն է, այլ մի ուժ, որ փորձում է գողանալ քո հավատը, քո խաղաղությունը, քո հույսը եւ վերջապես քո հոգին։ Այսօր մենք խոսելու ենք Սուրբ Գրքի ամենալուրջ նախազգուշացումներից մեկի մասին։ Պետրոս առաքյալի առաքելական թղթում. Արթուն եղեք, հսկեք, որովհետև ձեր հակառակորդը Սատանան մռնչացող առյուծի պես շրջում է, փնտրելով, թե ում կուլ տա։ Սա վախեցնելու խոսք չէ, սա արթնացնելու խոսք է։ Արթուն եղեք, հսկեք, քանի որ ձեր ոսողը Սատանան մռնչում է առյուծի պես, շրջում եւ փնտրում է, թե ում կուլ տա։ Դիմադրեք նրան, հաստատուն նելով հավատի մեջ եւ իմացած նելով, որ ձեր եղբայրներն էլ աշխարհում կրում են նույն չարչարանքները։ Եվ բոլորշնորհների Աստվածը, որ ձեզ կոչեց իր հավիտենական փառքին Քրիստոս Հիսուսի միջոցով եւ որին մի փոքր ժամանակ չարչարակից պիտի լինեք, թող վերականգնի, զորացնի, հաստատահիմն դարձնի ձեզ։ Նրան իշխանություն հավիտյանս ամեն։ Սատանան մռնչացող առյուծի պես շրջում է։ Ուշադրություն դարձրեք։ Պետրոսը չի ասում, թե Սատանան արդեն կուլ է տալիս բոլորին։ Նա ասում է, փնտրում է, թե ում կուլ տա։ Այսինքն նա հնարավորություն է փնտրում, դուռ է փնտրում, ճեղք է փնտրում։ Այսօր շատերը պատկերացնում են Սատանայի գործը միայն բացահայտ չարիքների մեջ, բայց իրականում նրա ամենահաջող հարձակումները հաճախ շատ անմեղ տեսք ունեն։ Նա հաճախ գալիս է փոքր հուսահատության տեսքով, փոքր վիրավորանքի տեսքով, փոքր նախանձի տեսքով, փոքր մեղքի տեսքով։ Եվ այդ փոքրերը ժամանակի ընթացքում դառնում են մեծ շղթաներ։ Սուրբ Հովնան Ոսկեբերանն ասում է. Սատանան ավելի հաճախ խաբում է, քան ստիպում։ Նա չի կարող ստիպել մարդուն մեղք գործել, բայց կարող է համոզել, կարող է խաբել, կարող է գեղեցիկ փաթեթավորել կործանումը։ Արթուն եղեք, առաքյալի առաջին հրամանը սա է։ Արթուն եղեք, նա չի ասում վախեցեք, նա ասում է արթուն եղեք։ Հոգևոր քունը վտանգավոր բան է։ Մարդը կարող է եկեղեցի գնալ, աղոթել, նույնիսկ ծառայել, բայց ներքին զգոնությունը կորցնել։ Եվ հենց այդ ժամանակ է թշնամին հարվածում։ Այսօր մարդիկ ժամերով հետևում են հեռախոսին, բայց գրեթե ժամանակ չեն հատկացնում իրենց հոգուն։ Գիտեն աշխարհի նորությունները, բայց չեն նկատում, թե ինչ է կատարվում իրենց սրտում։ Պետրոսը կարծես մեր օրի մարդկանց մասին է ասում. արթնացեք, ձեր հոգին ավելի կարևոր է, քան ձեր էկրանը։ Ամեն օր մի քանի րոպե հատկացրու ոչ թե հեռախոսիդ, այլ հոգուդ։ Հարցրու քեզ, այսօր ինչ վիճակում է իմ սիրտը։ Դիմադրեցեք նրան հավատով։ Առաքյալն ասում է, առաքյալը չի ասում փախեք, չի ասում հանձնվեք, նա ասում է դիմադրեք։ Քրիստոնյան զոհ չէ, քրիստոնյան մարտիկ է։ Քրիստոսի հետ մարդը կարող է կանգնել ամենադժվար փորձության մեջ։ Սուրբ Եփրեմ ասորին գրում է. Սատանան ուժեղ չէ, երբ մարդը մնում է Քրիստոսի մեջ։ Երբ գալիս է հուսահատությունը, գայթակղությունը, վախը, մենք հաճախ մտածում ենք. ես ոչինչ չեմ կարող անել, բայց Աստվածաշունչն ասում է. կարող ես դիմադրել, կարող ես աղոթել, կարող ես պայքարել, կարող ես հաղթել։ Մի բանակցիր մեղքի հետ, մի խաղա գայթակղության հետ, դիմադրիր
անմիջապես, գիտենալով, որ նույն չարչարանքները ձեր եղբայրներն են կրում։ Սա շատ կարևոր խոսք է։ Պետրոսը հիշեցնում է, դու միայնակ չես։ Սատանայի ամենասիրած ստերից մեկը սա է, քո վիճակը եզակի է։ Ոչ ոք քեզ չի հասկանում, դու մենակ ես։ Բայց եկեղեցին հենց դրա համար է, մենք միմյանց բեռներն ենք կրում։ Շատ մարդիկ փակվում են իրենց մեջ, չեն խոսում, չեն կիսվում, օգնության չեն խնդրում։ Եվ միայնությունն ավելի է խորացնում պայքարը։ Երբ դժվարության մեջ ես, մի մեկուսացիր։ Փնտրիր հավատքի եղբայրների եւ քույրերի, փնտրիր հոգեվորականի աջակցությունը։ Ամեն շնորհի Աստվածը ինքը պիտի հաստատի ձեզ։ Ահա Աստված այս հատվածի ամենագեղեցիկ մասը։ Պետրոսը նախ խոսեց պատերազմի մասին, բայց ավարտում է հաղթանակով։ Նա չի ասում, դուք ինքներդ ձեզ կփրկեք, նա ասում է, Աստված ինքը պիտի հաստատի, զորացնի ու ամրացնի ձեզ։ Սուրբ Օգոստինոս Իրաներին ասում է, Աստված երբեմն թույլ է տալիս փորձությունը, որպեսզի ցույց տա իր զորությունը մեր թուլության մեջ։ Փորձությունը վերջին խոսքը չէ։ Վերջին խոսքը Աստծունն է։ Ցավը վերջին խոսքը չէ, հաղթանակն է վերջին խոսքը։ Խաչը վերջին խոսքը չէր, հարությունն էր վերջին խոսքը։ Այս հատվածը մեզ սովորեցնում է ամեն օր պահիր հոգևոր զգոնությունը, մի թերագնահատիր փոքր մեղքերը, դիմադրիր գայթակղությանը հենց սկզբից, մի պայքարիր միայնակ, հիշիր, որ Աստված աշխատում է նույնիսկ փորձությունների մեջ։ Սիրելի բարեպաշտ հետևորդներ, այս հատվածը մեզ հիշեցնում է մի ճշմարտություն։ Մենք ապրում ենք պատերազմական դաշտում, բայց մենք անպաշտպան չենք։ Մենք ունենք հավատք, աղոթք, Աստծո խոսք, Սուրբ Հոգու զորություն։ Այո, մռնչացող առյուծը շրջում է, բայց մի մոռացեք մեկ ուրիշ առյուծի մասին։ Սուրբ Գիրքը Քրիստոսին կոչում է Հուդայի ցեղից առյուծ, եւ այդ առյուծն է արդեն հաղթել։ Ուրեմն երբ գայթակղությունը գա, երբ վախը գա, երբ հուսահատությունը տիրի քո ներաշխարհում, հիշիր, դու մենակ չես պայքարում։ Քո կողքին կանգնած է Քրիստոսը։ Եվ եթե մնում ես նրա մեջ, պայքարը կարող է դժվար լինել, բայց վերջնական հաղթանակը արդեն որոշված է։ Նրան փառք եւ իշխանություն հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Սիրելի հավատավոր հետևորդներ, եթե օգտակար եղավ ձեզ այս տեսանյութը, կարող եք հավանել, մեկնաբանության բաժնում գրել ձեր կարծիքը, բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին ու ուղարկել քո քրիստոնյա եղբայրներին ու քույրերին, նրանց ևս հաղորդակից դարձնելու Աստծո խոսքին։